Դե բարի երեկո, բարի լույսո, առավոտի լույսո արեգակն արդար, մայիսի 26 2025 թվական հերթական ամփոփում ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի ազգային գվարդիայի հարթակում։ Ուրեմն այսպես. այո, մենք վերապահում ենք եւ միջազգայնացնելու դա էլ process-ի մեջ հայկական լեգիոնի կորպուսն էլ ենք մենք վերապահում, թույլ չենք տալու էքսպլոյտացնեք, քաղաքականացնեք, բիզնեսացնեք, անընդհատ մի երկու կոպեկ աշխատելուց հետո դրսի ափերում տուրիստ գնաք եւ կարիքներից ու ճնշման տակ եղնող մի բուր ժողովրդի մեջ օգտվեք, չգիտեմ էլի, քեֆ անելուց բացի օրինակ պատանյա պղծությամբ եւ այլ։ Այդ երկրի դարպասները դուրսնել ներսնել պահելու ենք։ Բոլորիդ եմ ասում։ Հիմա քաղաքական երևույթներին այսօր թեթև տնային կա սիրելիներս, պիտի խնդրեմ բոլորդ մնաք մեզ հետ, որովհետև շատերդ խոսում եք, բայց գործիքն ունեցեք, եթե կազմակերպչական որևէ գործունեություն եք ուզում ծավալեք, մոտեցման ձևը ձեզ բանալիներն եմ տալու։ Առաջի բանալին, երկրորդ բանալին, այն ինչ կապված է մարդու հետ, եւ այսօր կազմակերպված գեր ուժերը աշխարհի վրա աշխատում են այնպես, ինչպես տալու են բանալին, որ քո կուսակցությունը կամ կազմակերպությունը ճիշտ աշխատի, բայց միայն ի նպաստ իմ հայրենիքի, եթե ես քեզ բանալին տալիս եմ, կոդը իմ մոտ է փոխելու կարողությունը, հասկանում ենք իրար։ Դու օրինակ կուտը կերար դաշնակ, հարցակվեցիր ու գնացիր լեգիոն անունի ետևից, բայց մենք ասա ոչ թե դոմեստիկ Ամերիկայի Միացյալ Նահանգների միայն, այլ միջազգայնացված դառնում ենք հայկական ազգային գվարդիան։ Բոլոր պետությունները կասեն կան ինքը կա, դու չես կարող այդ անունը օգտագործես։ Հասկացար թաշնակ։ Դու կոլոնիա վաճառելուց եւ կոկային քաշելուց ենկոմ քո կենտրոնական կոմիտեի մեջ մի իրոք ազդեցիկ մի երևույթ ցույց տվիր։ Այսօր ժողովուրդս այն մի բուր գառն է, որ բավական է սրանք էլ, նրանք էլ, այսպես քաշքշոցների ենթարկեն ցեխերի ավազների ու քայլացնեն ամռանը ասֆալտի վրա։ Չէ, Քրիստոսի հոտը պիտի կանաչ արոտներում խաղաղ ջրերի մոտ արածի, միջի գալուստն իրա, որովհետև ինքը ունի չոբանի շներ իմ նման։ Աստվածորդնի ազգս, հայոց պետականությունը, սիրելի ազգ, պիտի անդրադառնանք շատ կարևոր իրականությունների եկեղեցին շարունակում է մնալ հալածանքի տակ, դա մենք ենք, որովհետև բռնազավթել են եւ բռնիորեն սպանություններով ձեռք են բերել եւ պահում են իրենց կիրիլական գծով Դոն Պիպոյի խուժաններով են արել թե ինչ, այդ բոլորին ազգը պետք է պատասխանը տա, ձև չի, բայց պահում են դեռ եկեղեցին եւ հալածանքի ենթարկված կարգավիճակում։ Դու հալածանքի տակ ես եկեղեցի հայոց։ Քո հավատքի նախնահոր գահը գողացված է քեզնից գարեգին բե խուլիգանի ձեռքով։ Երկրորդ կետը, որ պիտի նշեմ, վարձկաններ, գրոհիններ, որ բերվել են Սիրիայից, Աֆրիկայից էլ կար երևի, ըստ երևույթի, ըստ մեր աղբյուրների, մի խոսքով նույնիսկ Խոջալու կոչված տերիտորիաներում եւ այլ, ըստ մեր աղբյուրների 10-ից 12 հազար գրոհին վարձկան աղվանթեով չկա։ Սպանել թաղելա, ասում է Խոջալույում ջարդ արե հայը։ Բա ուրա քո հետախուզական չեմ ասում, ռազվետկետ, այդի ձեր անունն է։ Էս ինչքան միլ պետեր եք հրաժարական տալի։ Դուք դրսի ափերում եք հանգիստ ապրելու։ Հալածանքի ծրագիրը կա, օրենքի սահմանում։ Դուրդ պետք է բացես տանը տենն են ըլլելու։ Դե ասեն մենք ստեղ ենք պրոստը, նկարում ենք քեզ։ Պետական մայթի վրա եմ, իրավունք ունեմ, ինչ պետք է անես։ Այսենց վռնդելու ենք ուրեթակ։ Բայց 57 կոմիսարիատների հետ կան իրենց մկների ժողովը, որ մասնակցել են մարդկության դեմ հանցագործություն փողի լվացման եւ այլ, կրիմինալ, դու պետք է փաթտվես, ուղարկվես Հայաստան, ընդ էլ դատվես վաղը։ Ով ուզում է սեղի։ Փիսիկ դոկ քրիստիկներով բավական է ազգի գլուխը հիվանդացնեք։ Նստեք տեղներդ։ Բլոգերներին էլ եմ ասում։
Այսօր դասընթաց ունեք անցնելու։ Իդեպ արձանագրում ենք շատ հաջողակ, գեղեցիկ, հաջողակ չէ, բայց գեղեցիկ միջոցառում, որ կազմակերպվել էր Եվրոդաշինքի կողմից, արտգոց նախարարին դիմավորելով ֆրանսիական երկը, շատ հոյակապ գործ եք արել տղաներ։ Խզմելյան, Բաբաջանյան, հոյակապ։ Բրավո։ Հիմա մեկ անդրադարձ ևս առաջ շարժվելուց առաջ 62,000 ստորագրող հայրենակիցներից 6,200-ը ուր են 10%-ը արդյունք պիտի տայր 47,000, 45,000, 39,000 թվերա ֆրֆռում արջևես ըստ մեր տվյալների Լոս Անջելեսում ոտքի կանգնած հայ համայնքի Քայլարա Մերժի Սերժին նրա 10%-ը 4,700 հոգին ազգային գործնական կամավոր ինչպես ուկրանացին ու ջհուդը տարան ռեզերվային որ կռվեն ընդդեմ իրենց թշնամու ո՞ւր է այդ ուժը Հայաստան Երևանը չի ուզում եղբայր սրանք էլ նրանք էլ իրենց ձեռա տալիս մի բուր ընտրաթերթիկ մանտվող բե օչխարներ այդ օչխարը Քրիստոսի օչխարն է քո շեֆն է քո կեղտդ բռնելա Հայաստան դաշինք, դաշնակ, հնչակ, ռամկավար, ՔՊ, Նիկոլ Ական, թե Քոչարյան Ական, բոլորիդ կեղտը բռնվածը։ Ղազար Ղազարյան, Արաքս համայնքապետ, Քոչարյան Ական, Լևոն Երանոսյանի տվայորնի աղբերը, ՔՊ-ի Մայկեն գլխին քաշած համայնքապետը, ու մեկ ապուշի տեղ դնում եղբայր։ Ժողովուրդ, սրանք նույն կոնսերվայի տպի մեջից են։ Հիմա անդրադարձ պիտի անեմ թե քո ՔՊ-ն ինչի է փլուծվել։ Ոչ թե փլուծվել։ Սա քեզ համարել է Փաշինյան, քո արդ քաղաքական պարազիտների համարել։ Բայց կան արդ քաղաքական ուժեր, որ խոսում են, օրինակ Նորիկ Յանի ներկայացած կերպարն ու խոսելավոճը դուրս եկավ այն օրը։ Բայց էդի խոսնել է եղբայր, կրկնում եմ։ Քայլարա Մերժի Սերժին, Հայաստան, 350-400,000 ժողովուրդ ամեն մի դուրս գալուց, ուր է դրա 5,000 հոգին ազգի գործանող։ Լոս Անջելեսում 37-39-ից 45,000-ների սահմաններ թվերա պատտվում, ուր է դրա 4,000 հոգի կամավորն ազգային։ 62,000 ստորագրություն է հավաքվել Հայաստանում ընդդեմ բռնապետության Ռուսաստանի, որին ես համագրող եմ, և դեպի Եվրոպա, բայց այդ 62,000-ի 620-ը չկա, 1%-ը, 10%-ն էլ չեմ ասում, ուր են Խզմելյան, Բաբաջանյան, բայց դուք մի կողմ քաշվեք, իմ հարգած մեծ աղբեր Արշակյան, որ այդ կազմի մեջ ես, Արամ Սարգսյան մի բերեք մեր առջև, նայեք, այդ դաշինքդ Բաբաջանյան, կխայտառակեմ ցեխերի մեջ։ Եթե դու կիսադաշնակ թաթխես, մեզ էլ թաթխես եւ ընտրաթերթիկներ դնես Նիկոլի առջև։ Դու պետք է մաքուր հանդես գաս։ Մեջները քեզ եմ ասում։ Եղբայր կխայտառակեմ ձեզ, որ ասում եմ, հանրային եմ ասում։ Կհանեմ, կդնեմ ազգի առջև ճշմարտություն ամեն ինչի հետ։ Խելոք մնա։ Ժողովրդին չստես, որովհետև իպահան քո թիկունքին կանգնում է։ Մենք այդ գործին ընթացք ենք տեսնում, որ պետք է լինի, որ այդ հրաշալի բեմադրությունը, երբ արտգործնախարարը Մամա Լա Ֆրանս եկավ կանգնավ ընդդեմ Մայր Ֆրանսիան, մի հատ ասային կզուվրեմ, որ թողիր մեզ բորդուրին նավերդ քաշիր գնացիր ցեղասպանության օրը, այդ նույն բանը չես անի, չէ։ Ռուսաստանը բռնապետություն չի, դու քաղաքական benefit, ոչ թե dividend, այդպես բան չկա, ժողովուրդ անգրագետ են սրանք, ժողովուրդ։ There is no political dividends. Whoever uses that term is illiterate. Blatantly, openly illiterate. There is no such thing as political dividend. There's political benefit, but no dividend. Ուրեմն սիրելի հայրենակից եւ անդրադարձ ենք անելու նկարն եմ դնելու
Այսօր Փաշինյանի էլ արչև իր փլուծման քարտեզի աղյուսակը։ Աստվածօրհնի ազգս հայոց պետականությունս 10-ից 12,000 յաշմի գնդակահարած գրոհինները արա մերու մանուկով լցելա փոսը, ասմա հայերը խոճալուի այդ շրջան եւ նրանից հետո էլ էսին շրջանում ցեղասպանություն ովա ցեղասպան։ Արա դուք սարքիկ, հենց արան նստում է էլի տեղը Ադրբեջան մեր գլխին։ Կիրականացնենք վերա անդրադարձ, որպիսի մենք չլինենք են կախագանչ դանգալախ էշը, որ ընկնում է երկու անգամ նույն փոսը։ Մնացեք մեզ հետ, ձեզ հետ է ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի իրական հայոց ազգային գվարդիան Անդրանիկ Զորավարի։ Մնացեք մեզ հետ։ Մենք էլ ենք մեծանում, ծերանում ես պարուր սևակ, ծերանում ենք սիրելիս։ Մի նոր մի ծանոթ ընկերոջ հանդիպեցի, բարև ձեզ, ասի բարև ձեզ, ոնց ես ախպեր, կո էս ով, ասեց Անինա։ Փաստաբանա դառը, Փեմփերսը արդեն չի հագնում, որ ասի, մենք էլ ենք այսքան մեծա։ Լոերա դառը։ Եվ անդրադարձի ես գալիս, որ հենց էդ է մեր կռիվը։ Դրանից ծնվողը չկորի, կոկոլականներ, Երևանի արգելացողանչի փակեցիք սպյուրքի արջը։ Հիմա անդրադարձ ենք անելու դրան եւ քո փլուծման պատճառը հենց քաղաքական պարազիտությունն է ԿՊ։ Քեզ Հովիկն ու Հակոբիկը բանտիկներով Էդմոնին առան արանքները, կլասիկ օպերացիա։ Եղավ թե չէ։ Բա եթե դու քեզ աղ ու հաց տվող ձեռը կծող ես, Հովիկ ու Հակոբիկ, դու էլ ԻՊՀ-ի գրասենյակում ինչ գործ ունես կասնստես։ Դու գիտես ԻՊՀ-ն չունի այդ խորագետությունն ու դիվանագիտությունը հեռատես, որ հասկանա պարսիկի չափ կոնե, բարխուդար, ուր ես, լավ չես, չի կարելի։ Աստվածօրհնի ազգս, հայոց պետականությունս, սիրելի հայրենակից, ուրեմն եկեղեցին հալածանքի մեջ է եւ ենթարկվում է հալածանքի, եկեղեցին դու ես քո պատանի մանուկներդ ենթարկվում են կախարդական էս պորնիկ էկրանով, կախարդական գիպնոտիկ խաղեր կա էլեկտրոնիկ, ասում եմ, կանչի այդ լակոտին բաց հեռախոսը, ասա միած սոց ցանցերը մտիլը, հլը միած Facebook, TikTok-ըտ բաց, աղջիկ ջան, նստի այ լակոտ, նայեք, բուժումը են տերապիան ազգիս հայոց պետք է հայկական լեն չափալախը վերադարձնել հայ կյանքի մեջ, հիմա, ասիգա քեզի ֆստխի պես գնե, հա, հայկական լեն չափալախը պետք է գա Հայաստան, տոպրակներով բերելու եմ, Անդրանիկ Զորավարյան կնինքը վրեն, լեն չափալախ ձմերը դուրսը,
Եմ որ անգաչդ կարմրում զնգմա։ Էտի հարցադրում էլի։ Պագոնով շոպլիկ։ Էս ինչքան հրաժարականա դուրս գալի։ Սպանություններ եք ծածկում։ Հա, գողական աշխարհի ռեցեդևիստին զանգում ասում ես ազգականդ վրա գործա տալի ախպերս։ Եբ հանդիպեմ։ Այսօր կա Հովանեսյան լրիվ պռավալ տվիր դու շարքերդ մաքրելուց։ Ես ասում եմ բարեկային ծառայության պետի տեղակալին եւ պետին։ Խնդրում եմ մեկուսացրեք բարեկային ծառայություն այս աղմախությունից։ Լրիվ սովետական ջո մլիցեք են։ Սրանք, այս պետերը, քրեականի պետ։ Որա քրեականի պետ նշանակում է ոստիկանական մի ստորա բաժանում ու հոդվածները տիրապետած զորքը քո տրամադրության տակը։ Նույն թրիկոտ մայկեն ես, ընկեր ու սառոշկեն։ Կապուտ։ Բարեկը ծառայությունը զարգացնում է։ Ինչևէ, շատ չենք խորանալու։ Սիրելի արնակից 10-ից 12,000 ըստ մեր աղբյուրների Յաշման գնդակահար է թաղել աստեղ ընդեղ։ Վարձկալ գրոհիներ, որոնց շատերը իրենց զավակների հետ էին եկե կռվելու։ Սատկացրե թաղել է ճագուրդակի նման։ Ալիևը Շոյգուն տեղյակ լինելով, նայ, ես կարծում եմ մեր հետախուզական տղաներ աղջիկները այստեղ անդրադարձի կարիք ունեն։ Եվ գիտեք ինչի անդրադարձի կարիք ունեք։ Մենք վերաանդրադարձ ենք տեսնում եւ վերադարձ, սիրելի հետախուզականներ։ Այս իրականությանը, որ մայր ու որդիների բանակը այսօր չի ուզում տա իր որդուն գյուղացին, ոչ Անկարայի բանակին, ոչ Թեհրանի բանակին, ոչ էլ Բաքվի բանակին, բայց եթե 3-ին մետեղ 4-ը մանեթա դառնում, մեջից սա է գալիս, բան չի անդրադարձ չես անում։ Վերջին անգամ երբ ես տեսել ես դրոշակը, վայեննի ռազմետքի պետի զամ, կանչի մոտդ տրան ասում եմ Ասրյան։ Ուրեմն սիրելի հայրենակից, փլուզման պատճառը ԿՊ-ի Տիանիգե Սիգե Աբջան անգրագետ գտնվելը եւ քաղաքական պարազիտ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական պարազիտությունը իրան բերել այս կարգավիճակի։ Սա սիրելի հայրենակից, այն իրականությունն է, որ հետախուզականները հեղափոխություն իրականացնող ուժերը օտարափերում, իդա եւ այլը, այս աղուսյակը ճանաչելով են աշխատում միշտ։ Ես ինչ է նշանակում։ Այստեղ ունես 4 փուլեր, Փաշինյան, գերի, քրե դղաս, թունալ քրե։ Ներածություն, ասեմ քեզ ծանոթացնում ես։ Երկրորդ փուլը աճն է, տես, աճեցիր։ Հետո հասունանում է եւ մնում է նույն գծի վրա։ Հիմա այ այստեղ դու հաբգլեցիր դղաս։ Ինչ առումով, ասեմ սիրելիս։ Հիմա դու երբ որ հասել ես այս այ այստեղ, ախմախնարա, հա, Վարդագույն տնենք Քարեգին Բեի ընկերուհիները շատ կսիրեն։ Երբ որ այստեղ էիր դու Փաշինյան, այս հատվածում դու չես նայել հանդեսատեսի դեմոգրաֆիկ փոփոխության։ Եվ ինչա պատահել անկում, decline, ու մերլու, մահը ԿՊ-ի, այս փուլն ես հասելու հատել, առանց հանդեսատեսի փոփոխության ես լում։ Դու ծանոթվում եւ աճը մի անգամից տեսար, չտեսակ պատից կախ, տեսակ ճագնից կախ, արա ժողովուրդը հավատաց ձեզ։ Դու ոչ միայն այս փուլում չիրականացրիր հանդեսատեսի փոփոխություն, որպեսզի կներեք, այս փուլում դու 10 ինչ հանգստի ժամանակահատված, որ desensitize դմրա իրավիճակից հանես քո հանդեսատեսին։
Էշացրիր նրան, այնքան նույն բանը կերակրեցիր, նույն հանդեսատեսին։ Եվ ի՞նչ է նշանակում հանդիսատես փոխել։ Եղբայր, պատերազմելը թատրոնի արվեստի նման է։ Սրանք 4 փուլերն են. introduction, growth, maturity and death and decline։ Սա ամենահասարակ մանկապարտեզ օրենքն եմ տալիս քեզ։ Էսի աշխատումը ասում եմ։ Անգրագետ երևույթներ։ Հիմա դու կերակրել ես նույն բանը, նույն հանդեսատեսին, նույն ժամանակահատվածում, օգտագործելով նույն միրիա եւ պլատֆորմերը։ No, մահացու սխալ։ Ռոպագանդա, հեղափոխություն, ապստամբություն, գորելա պատերազմ հոգեբանական տարերի մեջ, թե կորպորատիվ մոտեցում, նոր շուկաներ, նույնն է օրենքը։ Դու լարերը խառնել ես իրար թելերդ։ Դու նույն հատվածում պիտի հանգիստ տայիր քո դեմոգրաֆիկ այդ սեգմենտը, որ հետևող էր։ Պիտի հանգստի պահը տալով անպայման ժամանակ հատվածներ տրամադրելով, որ ասում եմ չդմրացնես այդ իր preceptive սենսորները քո հանդեսատեսի։ Մենք ձեր ունեցած փողի 1%-ով հանրապետություններ կարանք շուր տանք, Նիկոլ։ Մենք ձեր ունեցած փողի 1%-ով կարանք հանրապետություններ շուր տանք գլուխ քյալի վրա։ Էսի իպահնա, Նիկոլ։ Փաշինյան, պարոն վարչապետ, դու ազգային գործ ունես անելու եւ դա ուզում եմ գրագետորեն եւ պատվով հրաժեշտ տաս 26 թվականին, երբ ընտրաթերթիկով կպատժի քեզ քո թավշյա հեղափոխականդ։ Ուրեմն ինչա ստացվում, սիրելի, շատ արագ մի հատ էլ անդրադարձ, որ լիովին կատարի իր տնային այսօրվա մեր վարչապետի առաջնորդած քաղաքական թիմը։ Ուրեմն այստեղ ժամանակ ա գրած, այստեղ արդյունքներ ա գրած։ Երբ որ դու կհատես շեմը, եթե ճիշտ ես աշխատել ըստ ԻՊՀ-ի Աղուսյակի, արեք ոնց կասեմը լսել իմանաս, երբ որ շեմը կհատես, հենց մտար աճ ամեն մի ժամանակը անցնելուց բնալով շատանալու ա քո արդյունք ու բենիֆետ ու արդյունքները գնալով հավաքելու ես, հետո գալու ես միտեղ կապ չունի, ինչքան ներուժ ներդնես, ստանալու ես նույն գծի վրա նույն արդյունքը։ Հետո այս շեմն ես հատելու, սկսելու ես գնալ դեպի մահ ու decline, անկում։ Ուրեմն սա չլինելու համար դու այս հատվածում արդեն պիտի մշակես սեգմենտացված աշխատելավոճ, որ հավաքական հաջորդականությունը նորից օմզի օրենքով, փոփոխական հոսանքի օրենքով ենք աշխատում։ E equals IR, վոլտեջը հավասար է հոսք անգամ դիմադրողականության Աղուսյակի շատ նման է, չէ՞։ Ֆիզիկայի օրենքը պրոպագանդայի մեջ աշխատում է, բա ինչ անում, որ չի աշխատում, որ գիպնոթերապիստ են կիրառել վրատ, ասում եմ, այն ինչ որ դու դոգ ես լսում ու փիսիկ ես լսում, այս կախարդի վաստակներին։ Դու գիտես քպն չի կիրառում հոգեբանական գործիք։ Քեզ եմ ասում, ժողովուրդ։ Դու 80 թվականին ամենագրագետ ժողովուրդինելով աշխարհի վրա զբաղեցրել ես 14-րդ տեղը։ Հալդ նայի մի հատ, հայ ժողովուրդ։ Կրթությունը նորաձև է, շնորհակալ եմ, առաջի տիկին։ Հաջորդ անգամ երբ խոսենք, 3 ոչ թե փուլերով, այլ 3 հարվածներով ենք աշխատում։ Ես քեզ ասում եմ 1% ունենայինք, ինչ որ Նիկոլն ուներ, արա Բաքու, Անկարա, Թեհրան, մատը կկծեր իշխանի տղեն, կասեր է սովեր։ Հիմա ինքը ասում են, 3-ն էլ ասում են է սովա։ Նրանում իր մայրն է ասել է սովա։ Է սովա։ Փաշինյան, քեզ եմ ասում։ 3 հարվածներն ես սովորելու, այս տնայինդ լավ կանես։ Ծանոթում
Introduction աճ, հասունություն ու մահ։ Այդ շեմը չհատած սեգմենտացնում ես քո հանդիսատես եւ հետևորդի ինչը ներգրավումը նրան որ թողեցիր ժամանակահատվածը առողջանում է նորից ընդունակա ընդունելության preceptive perception սենսորիները եղավ բնական հոգեբանական եւ ֆիզիոլոգիական օրենքն է հոգեբանական այս գործիքը որը վերաբերվում է ֆիզիկայի էլ օրենքի այս հոսանքը մարդու ուղեղի մեջ Փաշինյան 8.62 որը ուղարկում է այդ bundle of his որ Sinoatrial node սիրտը աշխատելը մարդու ուղեղը եւ իր ամբողջ մարմնի մեջից որ այդ համակարգը կենտրոնական ներվային համակարգն ու հոգեկան աշխարհի վրա էլ տարբերություն տվող հոգեբանության էլ սապ գիտակից աստիճանի վրա էլ 8.2 վոլտ է մոտավորապես այդպես չի պարոնայք ինչեր են դիցու մասնագիտականը դու արայել մոռացա որ պոլիկլինիկաներ արա Այն որ հետդ խոսում դու բուժվում ես արդեն դեղ բանի կարիք չկա ընկեր գնացի ձերքից խնդիրով բարի լույս ասի երկու բառ ասեց այ մամա ջան ասի ես լավ եմ արդեն ის ով էր ամրան գիշերվա մի տեսիլ քշան աղջիկ հա այդ որ դեր այդ պոլիկլինիկան տղեկ հա ինչ էր մասնակ ներվոպաթոլոգ քանի վոլտա ֆրֆլում մեջդ օրինակ կամ քո պացիենտների եղբայր ներվոպաթոլոգ 8.2 վոլտ որ քեզ ասում եմ հաջորդականությունը ճիշտ մշակված բառերով գիպնոթերապիստը լավ գիտի էտի այն հարվածներով որ պետք է աշխատի որ սենց դեբիլացնեք մի ամբողջ հոտը Քրիստոսի դուք պատասխան եք տալու կախարդներ 3 հարվածներն եմ տալու քեզ Փաշինյան Չուշանաս դասարանի Վսկապը հարթուկվա անայել այդ ֆորմեն բոլորը վարչապետներ, ռազվետքի պետեր դասարան դաս կա անելու 3 հարվածները որն են ինտրո համոզում հիշեցում բոլորը առանձին հատվածներով պրոպագանդայի գործիքները պարոնայք դուք պրավալ տվիք որովհետև պարազիտ եք դուք պահուլ տվիք որովհետև ագահ եք միայն պետականացրիք որտև պետական եք բայց բարոյական հողի վրա արդյունք չտվիք որովհետև ազգային չեք կաց ունենք պագոն պաշտոն փողերիդ վրա գալիս տուն խփում մտնում ենք վան ու ոչ տուրիստ թող աշխարհն իմանա հայնովա աստվածորդնի քեզ Հայաստան քեզ հետերի ԻՊՀ կներեք հումորով եւ համեմունքված բայց այս դասընթացը պետք է տանգալներին որ հասկանան որ կուրսի ենք իրա մանկապարտեզ շոպլիկությունը այդ մուտի դստանը հա հասկանում ենք եղբայր հանդարտի մի հատ ուրես քաշ տալի ես օջխրներին աստծո մի բոր ժողովուրդ ասֆալտից ասֆալտ ուրես տանում Հայաստանի Հանրապետության ասֆալտի գործի մեծամասնությունը իրականացնում է Քոչարյանի մարդը Ահլենիա բաշա Երեք հարվածներն ես սովորելու Փաշինյան Ինտրո ծանոթացնում Ինտրո համոզում persuasion persuade դու կարաս դու խմբագրությունում աշխատած տնտղող տեսակն ես կարող ես համոզում կանգ ես առնում համոզելը միայն հիշեցնում դու տես ինչ յոնջա ես հավաքելու Փաշինյան Աստվածորդնի ազգս հայոց պետականությունս կրկնում եմ երբ կտամ բանալին նրա կոտը փոխելու համակարգը իմ մոտ է երբ ուզեմ կոտը կփոխեմ ոնց որ քո Իսկանդերի գալովկեքը անջատվավ Կրեմլու պատվալից 17 թվից գոռում ենք
Եղբայր ասում եմ, ընչի ես հարսնիտ ուղարկում, ընդեղ որտեղ թուրքը ժամոյ է անում։ Ընչի ես զինվորը տանում, կանգնացնում ընդեղ որտեղ կրակում է։ Բաց ու դատարկությունը հակառակորդի։ Պիտի հասկանաս ի վերջո, թե չէ։ Հասկանաս էլ չես անի, գիտես ընչի, որովհետև պագոնով եւ պոլիտիկալ երկուսդ էլ գալուստիկ, պարազիտ եք եւ իմ ժողովրդին չեք խորտակելու։ Իմ հայրենիքը մեծանալու է։ Գիտես ոնց։ Մենք կոմիտե ենք կազմել եւ մենք կարիքն ենք ունենալու նախ Լոս Անջելեսի ափերում, սկսենք ստեղ 3 ոլորտներից հանձնաժողովի նախագահողներ։ Մեր կոմիտեի մեջ մենք ազգային անվտանգության կոմիտեն ենք։ Ատենց գիտի սենատը, ատենց գիտի իմ նամակներում կոնգրեսականը, ատենց գիտի Երևանում դեսպանատունը, Armenian National Guard։ Ո՞րն է խնդիրը Երևան։ Ամերիկյան մեր ընկերն է։ Ինչ պատահեց Արծրունու տակը։ Էդ ինչ էր բզում Քոչարյան Անդրանիկի արջևը նստած իմ կողքը։ Ինչն էր բզբզում քեզ Արծրուն։ Խաչատրյան Արմենին ինչը խանգարեց, եթե ոչ դու։ Անդրանիկ Քոչարյանը տվեց հանձնարարություն, հանձնարարական տեսա ես դա, ասեց նյութը տեսնում եմ, մարդուն օգնեք։ Արմեն ինչ եղավ քեզ։ Հակավ դուսը քեզ Արծրունը, կներես ականջիտ էլի անի նստավ, էդ եմ ուզում ասեմ, ուրիշ բան չեմ ասում։ Մնացած ձեր գործն է ախպեր, ընձ ինչ։ Այսօր են դառնա, որ բոլորդ էլ իրավունք ունեք։ Հենց ուզեք ինչ անեք, հետո էլ կասեք խմացենք, խմի ախպերտինքի մեջ կորած տեղ չեր խա։ Քաղաքական տգիտության տված ձախողման հետևանքը, որ այդ նույն ժողովուրդը, քո նույն զանգվածը կպատժի քեզ ընտրաթերթիկով Փաշինյան։ Եվ վալա, պարազիտության պատուղադառը, գալուստիկ։ Դու հասել ես անկում փուլի 10% մնացած հատակից քաղաքացիական պայմանագիր կուսակցեն։ Պիտի խնդրեմ տարեք ժողովրդավարություն, ժողովրդագրություն հասկացող ձեր այն մանուշակագույն Կարենս հակել էր սև կաստումով այդ pimp daddy, man, you're a pimp, man. That was nice. Shit. Get a mouthful. You know what I'm saying? Yeah, you look good. Արմեն Չիբուկչյանի հետ զրույց անելուց բան, էդի մեկ-մեկ այդ purple գալուստիկը դիր իրան ասա թող այտենց կոնտրաստ գույներ կապի իրար այդ բան կա էլի մի հատ հին խոսք կա Կարեն ջան, բայց կատակով եմ ասում, երկու ընկերներ գլուխները թրաշում են, դիմացից մի հատ իտալացի է գալի, ասում է what the fuck, put your heads together, make an ass of yourselves. You'd look good like that. Հա, այդ մոմենտը էլի, հասկացողը հասկացավ։ Չիբուկչյանին ասա ինչ էր պատահել 17-ից 19 թվերը։ Այս մարդը օրենքի սահմանում ամերիկյան զինվորականներ ուզեց է բերի ու զրույց անեն թե պատանիներին ինչպես փողոցից բերենք ու փրկենք թմրամոլությունից եւ այլ զինվորական ծրագրով։ Ինչի՞ չես օգնի Արմեն։ Այդ ղզիկներին թող կարեն օղորմացիկ Արմենը Հովանեսյան կհասկանար այդ բանից, բայց ափսոս չհասցրինք։ Նա էր հասկացող ձեր մեջ։ Նրա մեջ կար աղբարի ազգային գեներն ու այդ շարժը կար, այդ 1000 օղորմի օգուն։ Ախր ինչի լավերին էսպես մեկ-մեկ պիտի պատահի էլի։ Շատ ցավալի կորուստներ են էլի սրանք։ Այս բաներով ես խոսամ տակը կատակով, նման մարդիկ կհասկանան կյանքը չնմանվի, 1000 օղորմի իր հոգում սուրբ հոգով մխիթարվեն հարազատները, իրոք մի ուրիշ դեմք էր էլի Արմենը։ Ախպեր ես աղուս ես կնստեմ խառը տողատակերը կհասկանան մարդիկ։ Հասկացողը հասկանում է արդեն։ Օրինակ արվեստագետս, ավակ մեծ աղբեր, Հայկ։ Հələ այդ վրցինը մի կողմ դիր մի վարքյան։ Հասկանում ես թե չէ ինչ եմ ասում։ Պարազիտ են։ Դրա համար ուտում են դառը պտուղը։ Երևանը չի թողել ազգայինները գան աշխատեն, պատկերացրու։ Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս, ձեզ հետ էր Վարդանանք ազգային շարժում, ԻՊՀ միշտ հայ, հայոց ազգային գվարդիան,
Գալիտուն գնում ենք Վանու ոչ տուրիստ, հաստատ։ Ինչ վերաբերվում է քո Յաշմայի իրականացրած հանցանքներին, ոչ միայն քո դատախազությունը պահում է Քոչարյանի հետույքը, հիմա էլ Յաշմայի հետույքն եք պահելու։ Սենց ավելնորդ խոչընդոտներ դիվանագիտական պրոցեսի մեջ չի կարելի, զամիկանի կտա։ Գալուստի կտ մազժի տղա ջան, գալուստի կտ։ Քեզ խաղաղ գիշեր Հայաստան։